Գյումրիի մասին ենք ուղղակի խոսում, երկու ինտրիգ, երկու հարցի պատասխան էինք սպասում, մեկը արդյոք ԿՊ-ն կկարողանա քաղաքացիական պայմանագիրը նորից իշխանությունը վերցնել Գյումրիում, եւ երկրորդ հարցը իհարկե եթե չի վերցնում, ապա որ ուժն է կամ որ կոնկրետ անձնավորությունն է հավակնելու քաղաքապետի պաշտոնի։ Մեկի պատասխանը այս պահի դրությամբ կարծես թե ունենք, այսինքն ԿՊ-ն չի կարող, եթե ֆորս մաժորային էլի լուծումներ չլինեն, այս դավադրություններ, այլ կերպ ասած, եթե չլինեն, փոքրիկ կամ մեծ դավադրություն չլինի, ապա ԿՊ-ն իսկապես չի կարողանալու գլխավորել Գյումրին, բայց երկրորդ հարցի պատասխանը դեռևս բաց է մնացել։ Դրա մասին էինք խոսում, այսինքն դեռևս պարզ չէ, թե ի վերջո ինչպես է ձևավորվելու Գյումրիի նոր իշխանությունը, այսինքն ինտրիգը գլխավոր բոլորից էլ հայտնի է, այսպես գրեթե քաղաքականացված ամբողջ հանրությունը, ովքեր որ հետաքրքրվում են ռեալ կյանքով Հայաստանում, այսինքն այս քաղաքականությամբ կամ իրական գետնի վրա ինչ որ հույսեր ունենում են այս երկրում, իրենք բոլորը գրեթե սպասում են մեկ մարդու հստակ պատասխան, թե ինչպիսի դիրքորոշում էինք ունենալու Գյումրիի ընտրությունների վերաբերյալ, այսինքն Մարտոն Գրիգորյանը դեռևս կարծում եմ վերջնականապես եւ հստակ գիտեք պատասխան չի տվել, թե իր քվեները ինչ է անելու ի վերջո, այս հարցը մնացել է, բայց ամեն դեպքում առաջի հարցի պատասխանը, երբ ասում ենք ԿՊ-ն իշխանություն չի վերցնում Գյումրիում, դա նշանակում է, որ ԿՊ-ն իսկապես պարտվել է, սա փաստ է, անկախ նրանից այսպես շարքում առաջի տեղն է եղել, երկրորդն է, երրորդն է եղել, կապ չունի, որովհետև պարլամենտարիզմի հենց գաղափարը հենց նրանում է, որ իսկ ավականու սկզբունքը, ավականու դա հենց նույն պարլամենտարիզմի համապետականի մինի մոդելն է, մեծ քաղաքներում, Երևանում, Գյումրիում, Վանաձորում եւ այլը, որ ավականին ըստ էության հենց այսպես էլ կարող է լինել, այսինքն կապ չունի դու ինչքան ես վերցնում, կարևորը որ հետո կկարողանաս դու ինքնուրույն կամ ինչ որ խմբով կոալիցիայով ձևավորես իշխանություն, տվյալ պարագայում մենք տեսնում ենք, որ գոնե նոմինալ առումով, գոնե այս պահի դրությամբ ԿՊ-ն չունի պարտնյոր կուսակցություն, որը որ իրեն անհրաժեշտ ձայները կփոխանցի, որպեսզի ԿՊ-ն ձևավորի իշխանություն։ ԿՊ-ն փաստենք, որ պարտվել է, այլ հարց է ով է հաղթել ի վերջո։ Այստեղ երևի թե կարող են լինել ինչ որ տարբերակներ, բայց դրա մասին ես հիմա չեմ ուզում խոսել, որովհետև տարբերակներ շատ կան, մենք այսպես կխրվենք, այսպես ասենք, ինչ որ կոնսպիրոլոգիաների մեջ, տարբեր ինչ որ բանակցային գործընթացներում ով ինչ կարող է անել, ով ում հետ կարող է բանակցել, հույս ունենանք, որ համենայն դեպս այն լուրերը, որոնք 2-3 օրեկան որ Մարտոն Գրիգորյանը հայտարարելու է այնուամենայնիվ այն պակասող ձայների փոխանցման վերաբերյալ միասնական ընդդիմադիր այդ բանին, ֆորմատին, որովհետև ֆորմատ անվանենք, որովհետև դա ակնհայտորեն ոչ թե կոալիցիա է լինելու, եթե ձևավորվի, ոչ թե կոալիցիա է լինելու, այլ ուղղակի լինելու է ընդդեմ ինչ որ մի բան, համագործակցություն, որի հիմնական նպատակը լինելու է ԿՊ-ին իշխանազրկելը։ Եթե հիշում եք, ի սկզբանե էլ գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերը հայտարարում էին, որ իրենց գլխավոր նպատակը, այսպես ասած, ծրագիր մինիմումը, դա հենց ԿՊ-ի իշխանազրկումն էր։ Այս առումով ես կարծում եմ լրիվ բոլոր շանսերը կան եւ իրականությունն է շատ մոտ է դրան, որ դա եղել է այդ մինիմումը, մնում է հասկանանք ի վերջո ինչպես է ձևավորվելու, եթե ձևավորվելու է իշխանությունը Գյումրիում այս անգամ, որովհետև ընդհանուր առմամբ ես ինչ եմ ասում, եթե, որովհետև գիտեք, որ եթե օրինակ այդ համագործակցությունը չլինի Մարտոն Գրիգորյանի եւ մնացածի հետ համագործակցությունը չլինի այդ ֆորմատի հետ, ապա կարող է այսպես այս ճանապարհը տանել քաղաքական տուպիկի, որը նաև բերում է նոր ընտրությունների։